Ստեղծվում է աղքատության հաղթարման հիմնադրամ։ 70%-ը ներդրում են անում մեր գործընկերները, Սփյուռքի հայրենակիցները, հարուստ ունևոր հայերը։ 30%-ը հիմնադրամում ներդրում է անում պետությունը եւ ամեն ծայրահեղ աղքատ ընտանիքին, 5 հոգանոց ընտանիքին ամսեկան վճարվում է 150,000 դրամ օգնություն։ Քաղաքական գործիչները շատ են, քաղաքականությամբ զբաղվողները շատ են, բայց ուզում եմ ձեզ մի բան ասեմ, մեր խոսույթը քաղաքական չի, որովհետև մենք քաղաքական գործիչ չենք եղել երբեք, մենք եղել ենք տնտեսական գործիչ, Սամվել Կարապետյանը եղել է տնտեսական գործիչ, ինքը իր գրպանից ներդրում է արել իր երկրում, բարեգործություն է արել իր երկրում։ Միևնույն ժամանակ, այն ժամանակ, երբ միլիոնավոր դոլարներ իր անձնական փողերից ինքը ուղարկել է, կառավարությունը միլիոնավոր դոլարներ պարգևավճար է ստացել։ Համեմատությունը, երբ դուք ասում եք ճանապարհի այս մասը կառավարությունն է արել, կառավարությունը ձեր փողերով է արել, ժողովուրդ։ Կարապետյանը իր փողերով է արել։ Սիսանցիներ կան, գործը ունենալու են, հողը հայրերի ունենալու են, ուղղակի պետք է հավատանք ու ակտիվ գնանք, պետք է հավատանք, որ հայերին հաղթել սազումը, այսօր հաղթանակի օրն է, ուզում եմ բոլորից շնորհավորեմ հաղթանակի օրվա կապակցությամբ ու մաղթեմ նորանոր